կար գաղափար, որ մենք պարզապես այդ միջոցները պետական բյուջեով նախատեսենք, բայց մենք հիմա այս համակարգում ներդրել ենք եւ վարձատրության մի որոշակի մասը, բավական էական մասը պետք է ծախսվի մասնագիտական հմտությունները զարգացնելու ուղղությամբ եւ սա նույնպես շատ կարեւոր արձանագրում է եւ ուզում եմ ասել ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս ամենի արդյունքում պետական կառավարման համակարգի աշխատանքը պիտի դառնա եւ դառնում է ավելի արդյունավետ եւ պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջնային շահառուները թոշակառուներն են, սոցիալական խոցելի խավերը, որոնք, ինչպես տեսնում եք, շատ երկար ժամանակ ցածր եւ ծրարով աշխատավարձ ստանալու պայմաններում այնպես չի, որ շատ բան փոխվել է։ Այս օրինակ մեր ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր ժամանակին եղել են իշխանություն եւ դա արձանագրված է բազմաթիվ քրեական գործերով, այդ թվում երկրի ղեկավարի ընտանիքի անդամից ծրարով աշխատավարձ են ստանալիս եղել։ Եվ դա կոռուպցիոն երևույթ է։ Մյուս կողմից մնացած բոլոր հիմնավորումները ես կարծում եմ, որ այո, այդ որոշումը անհրաժեշտ էր կայացնել, այդ թվում պետությունը եւ պետական ինստիտուտները ուժեղացնելու մեր ռազմավարության շրջանակներում, ինչ վերաբերվում է ինձ, նախկինում ես այդ համակարգից երբեք չեմ օգտվել, բայց սա այն դեպքն է, երբ որ մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք ներդնում եւ սա, եթե նախկինում եղել է այդ ամենը վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդրում ենք մի համակարգ, որը առաջին պիլոտային շրջանը անցնելուց հետո պետք է այդ թվում օրենսդրական ամրագրում ստանա եւ այս դեպքում մենք խոսում ենք պետական ինստիտուտի կայացման մասին, հետեւաբար պետական ինստիտուտը եւ պետական ինստիտուտը պետք է իր տրամաբանությամբ գործի եւ բրգաձև է տրամաբանությունը պետքա գործի։ Հաջորդ գործոնն այն է, որ այս համակարգը թույլ է տալու, որպեսզի պետական համակարգում աշխատողների նկատմամբ ցուցաբերվի անհատական վերաբերմունք եւ այդ թվում գերատեսչությունների ղեկավարները աշխատանքը եւ ժամանակը առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն ունենան, առավել արդյունավետ աշխատողներին կարողանան խրախուսել պատշաճ ձևով եւ պակաս արդյունավետ աշխատողներին չխրախուսեն կամ խրախուսեն իրենց աշխատանքի համապատասխան։